մեր անձերը իրեն տրամադրելու։ Իսկ մեր անձը, երբ որ մենք տրամադրում ենք Աստծուն, Ավետարանի մեջ ասում է իմ ճանապարհը փշոտ է եւ նեղ։ Բայց ով անցավ, հավիտենություն է շարանում։ Ուրեմն դրա համար ես միշտ մտածել եմ, որ ուխտագնացությունները պիտի մի քիչ դժվար լինեն։ Վերջո Աստծո ճանապարհի մի փոքրիկ օրինակ է։ Մի փոքրիկ օրինակ է ուխտագնացությունը։ Սա մեր կյանքի օրինակն է։ Նայեք, ներքևից մինչև վերև էլանք 40 րոպե ժամանակ տևեց։ Այդ 40 րոպե ճանապարհը փորձություններ են։ Շատ է, քիչ է, այդ կարևոր չէ։ Փորձություններ են տարբեր մարդկանց համար։ Սա մեր կյանքի օրինակն է։ Աստծո մոդենալ այդքան հեշտ չէ։ Եթե հեշտ լիներ, Աստծո որդին չէր մարմնանա։ Կասեր հեշտ է, թող բոլորը կան դեպի ինձ։ Բայց մարմնացավ, որովհետև տեսավ, որ մարդը չի կարող մոդենալ իրան, եւ ինքն է մոդենում մարդուն։ Այս առումով ինչքան էլ մենք դժվարություն ունենք ստեղ բարձրանալու, այն մնացած դժվարությունը, որ մեր հոգևոր կյանքի մեջ է, այդ Աստված է մոդենում մեզ այստեղ։ Հիմա հələ պատկերացրեք, մի անգամ խոսք եղավ Սահակ Սրբազանին, Սահակ Պատրիարքին, այն ժամանակ, որ մեր ուսուցիչներ ջեմարանում հարցնում ենք, ասում ենք ապրես։ Ասում ենք Սրբազան, ասում ենք եկեղեցում մարդիկ կան, որ խանգարում են։ Տղաչ հոտ է գալիս, բրեկից, գալիս են, մարդկանց խանգարում են, չեն թողնում։ Ասեց տղակ, ասեց բանը, այդպես մարդիկ կան, չէ՞, ձեր կողքը նստում են, հելնում, փախնում են։ Ասինք հա, ասում է դե պատկերացրեք, հրեշտակները կան ձեր կողքը նստեն ու ելնեն փախնեն ձեզանից։ Որտեղ հրեշտակների համեմատ ասես դուք էլ եք այդպեսին, ձեր հոգիների վրայից է այդ հոտը գալիս։ Այսինքն մենք, որ այստեղ հավաքվել ենք, արդարներով չենք։ Այստեղ որ հավաքվել ենք, բարի մարդկանցով չենք։ Մենք բոլորս մեղավորներ ենք։ Մենք բոլորս ամեն մեկս մեր տգարություն ունենք, մեր թերություններն ունենք, մեր սխալ քայլերն ու արարքները։ Հիմա եթե այդ փոքրիկ դժվարությունը հաղթահարեցինք մի կերպ, հասանք այստեղ։ Ինչքան դժվարություն է մեղավոր մեր վիճակի հաղթահարում Աստված իր որդու միջոցով, որ հասնի մեր սրտերին։ Հələ մի հատ մտածեք այդ մասին։ Ինչքան դժվար ճանապարհ է։ Արաբոդյան, որ գնացել էի գառներին մորթել տալու, ուրեմն Հակոբին ասեցի, օրինակը բերեցի։ Սա գառներին քշեցին, բերեցին միտեղից, լցրեցին միտեղ, ոնց եղավ մի հատ մոլորված գառ մնացել էր այնտեղ, այն մյուս կողմը փողոցի։ Մենակ մոլորվածը չէր, խելար գառ էր։ Իրենք հոգով այս խեղճերը չէին կարող այդ գառին բռնեին։ Ու ես մտածում եմ, ասում եմ, հիմա եմ տիրոջ խոսքը հասկանում, որ ասում է 99-ին թողեց գնաց մեկի հետևից, որտեղ գիտի, որ այդ մեկը խելառ է։ Գնա գլուխը կուտի։ Մոլորված է այդ իմաստով։ Իրոքը տենց է։ Որ գառն է մոլորվում, որ թաթալաբազ է։ Մեկնում աստեղ ընդեղ ու կորում է։ Հիմա ժողովուրդ ջան, այդ առումով իրականության մեջ եկեք խոսքը ճիշտ հասկացեք առանց նեղանալու։ Մենք ամեն մեկս մեր հոգևոր թաթալաբազությունը ունենք։ Ամեն մեկս մեր մոլորված այդ վիճակը ունենք։ Եվ Աստված ինչքան դժվար է, որպես սիրող հայր հելնելու փնտրելու մեզ։ Այս առումով իրոք Աստված մեզ փնտրում է։ Ու ես ուրախ եմ, որ այսօր մենք այդ առիթը ունենք այստեղ լինելու միասին։ Որովհետև ոչ միայն ամեն մեկի անհատական հանդիպումն է Աստծուն, այլ մեր խմբակային հանդիպումն է Աստծուն։ Իրականության մեջ մենք մեծ մասս նույն եկեղեցուն պատարակ ենք մասնակցում, իր այդ նստում վերում են, ճիշտ է, մարդիկ կան Աբովյանից են, փենչի բերեցի ես էլ չգիտեմ, բայց մենք նույն մի հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք։ Այսինքն այս առումով մենք առիթը չունենք իրար հետ շփվելու։ Այսօր կանգնած կազինոյի մոտ խոսում ենք։ Ուրեմն ասում ենք եկեղեցում բանա, տեսա հիշեցի։ Ասում խոսում են, զրուցում են իրար հետ, բարձրաձայն են, խանգարում են։ Ասում եմ, հա, բայց եկեղեցում նաև պետք է իրար հետ զրուցեն, թեթև։ Հա, ոնց է, ինչ կա, ջերմություն տան, ջերմություն առնեն։ Այս առումով մենք եկեղեցում շատ սառն ենք, եկեք ընդունենք, որ այդպես է։ Մեր եկեղեցու անդամներ կան, որ այսօր իրար հետ ուխտի են, եթե այսօր իրար հետ ծանոթանային, երևի եկեղեցում էլի իրար չբարևեն։ Բայց փառք Աստծո, ստեղից որ իշնեք, արդեն իրար գիտեք, իրար կբարևեք։ Հաստատ։
Անցած տարվա Տերաշոտի կազմակերպած այդքան ուխտագնացությունների շնորհիվ իշքան մարդիկ իրար ճանաչեցին, իրար հետ կապվեցին, նախորդ տարիների մեր ուխտերի ժամանակ, այսինքն ինչքան լավ առիթ է մինչև Աստծուն հանդիպելը, մարդուն հանդիպես։ Որովհետև երկու պատվիրան կա, մենք երկուսն էլ լավ չենք պահում։ Աստծուն սիրիր քո ընկերոջը ինչպես քո անձը, եւ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով, հոգով եւ քո ամբողջ էությամբ։ Հիմա մենք ոչ իրար լավ սիրում ենք, ոչ Աստծուն ենք լավ սիրում։ Ուրեմն իմ հույսն ու հավատը նրանում է, որ ուխտագնացությունները ինձ կօգնեն ձեզ ավելի շատ սիրելու։ Եվ մեզ կօգնեն իրար ավելի շատ սիրելու։ Այսինքն այս առումով շատ կարևոր է։ Ինքը միայն ինչ-որ տեղ գնալու մասին չի խոսքը։ Օրինակ մեր Հակոբը Ադենապետը նեղում էր, ասում էր Տերա ջան, ոնց որ հյուրասիրությունը քիչ է, ախր ժողովրդին, ասում եմ Հակոբ, քեֆի չենք գնում։ Քեֆի չենք գնում։ Եթե քեֆի գնայինք, հա, մի 3-4 տեսակի տեսեք, առաջի, երկրորդ, երրորդ տեղերից էլ, ասենք բանը, նորմալ կոֆեն, չայով տայինք, նորմալ նստենք, քեֆ անենք, հա, բայց մենք քեֆի չենք գնում, մենք ուրիշ խնջույք ենք գնում։ Եվ սա խնջույք է, հավատացեք։ Թե իրա դժվարությամբ, թե իրա հաջողությամբ, թե իրա, չգիտեմ, դուր գալով կամ չգալով, մարդիկ երբեմն խուսափում են այս ամենից, բայց սա խնջույք է, որտեղ հոգիք թեթևանում է։ Տեղ չկա լիցքաթափվելի, որտեղ, օրինակ ես Գրիգոր Լուսավորչում թող Աստված ինձ ների, քանի որ ամենօրյա ծառայության մեջ եմ, ես հոգևոր լիցքաթափման համար փնտրում եմ այս սուսիկ փուսիկ տեղեր։ Գիտեք Գրիգոր Լուսավորչի շարժը։ Մարդկա սիրում է Լուսավորչի այդ վիճակը, ինքը որպես հավատացյալ մտնում է ու գտնում է իրան, դրա մասին չի խոսքը։ Եկեղեցին եկեղեցի է, այսինքն բոլոր տեղերում Տիրոջ հոգին նույնն է։ Բայց երբեմն ասես գողտրիկ, սուսիկ, փուսիկ տեղեր պետք են, որովհետեւ մենք անդրադառնանք։ Լավ, մեր մեջ ի՞նչն է պակաս։ Եվ առաջին բանը հավատացեք սերն է պակաս։ Սերն է պակաս։ Փողոցում Երևանում մեքենան քշում ես ու ներվայնանում ես։ Ով ոնց ուզում քշում է, ինչ ուզում անում է, այն օր Արփինեին երես կնոջ ասում են, այս սենց էլ ապրում են։ Փողոցում ոնց մեքենա վարում են, այդպես կյանք են ապրում։ Սրա նրա վրա ելնելով, սրա նրան խանգարելով, սրա նրա հաշվին մտնելով, վիրավորելով։ հա, այդպես են ապրում են մարդիկ, այսինքն մարդու էթիկան է դա, ինքը ոնց կա փողոցում, ինքը նույնը իր հոգեբանության մեջ ունի։ Եվ այս իմաստով ինչքան լավ է, որ մենք առիթ ունենք ռեստարտվելու, ու թող Աստված մեզ շատ օրհնի եւ զորացնի, որ այս ուխտագնացությունները բարբերաբար լինեն։ Ես չեմ ասում, որ երկու շաբաթը մեկ է լինելու, որովհետեւ որքան հասկանում եմ 100 հոգուց ավել է միշտ հավաքվելու, հա, իսկ դա հավատացեք ամեն դեպքում դժվարություն է։ Թող դա Աստված երկու շաբաթը մեկ չլինի, գոնե ամիսը մեկ։ Գոնե ամիսը մեկ։ Գոնե ամիսը մեկ։